Հայաստանի Հանրապետությունում այլ օրակարգի մասին խոսակցությունները միայն մի նպատակ ունեն՝ ռումբ դնել Հայաստանի խաղաղության գործընթացի ճանապարհին։ Իսկ այդ այլ օրակարգի մասին Հայաստանում Լեռնային Ղարաբաղի նախկին ներկայացուցչության շենքում կազմակերպված «Վերադարձ Արցախ» մարտահրավերներն ու խնդիրները լսումների ժամանակ է խոսվել։ Նշել են, թե Լեռնային Ղարաբաղի վերադարձն այլ ելք չունի։ Իրենք ով են, որ ինչ-որ բան մերժեն, որովհետև իրենք չեն ներկայացնում որևէ ուժ, որևէ պետություն, որևէ հանրույթ, ի վերջո Արցախահայության մի մեծ հատվածն էլ որևէ առնչություն չունի իրենց այդ ժամանակին, այո, տարիներ առաջ, երբ Արցախը դեռևս ինքը իրեն որպես առանձին պետություն էր դիրքավորել, այնտեղ ընտրությունները անցկացվել են եւ այս մարդիկ ընտրվել են որպես ներկայացուցիչ, բայց իրողությունները փոխվել են, նոր ընտրություններ չեն եղել, լեգիտիմություն ընդհանրապես չունեն այս կառույցները։ Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ միջազգային հարթակներում, ինչպես նաև երկկողմ բանակցությունների ընթացքում շեշտում է, որ փախստականների վերադարձը խաղաղությանը միտված կառուցողական խոսույթ չէ, երբ որ Լեռնային Ղարաբաղի բնակիչն է խոսում իր վերադարձի իրավունքից, իր ցանկություններից, ես լիովին հասկանում եմ եւ այդ ցավը անհնար է մարդկանց մեջից հանել ու ընկալելի է նրանց խոսույթը։ Երբ քաղաքական գործիչներն են խոսում ու ոչ Լեռնային Ղարաբաղից, այլ ստեղից, դա նշանակում է, որ նրանք փորձում են կոնֆլիկտի հարատևման մեխանիզմներ դնել։ Բանախոսները շեշտում են Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր կարծիքը կարող է արտահայտել, բայց դա պետք է համապատասխանեցվի Հայաստանի օրենքներին ու միջազգային իրավունքներին։ Չպետք է փորձարվի միջազգային փոխհարաբերություններում ներկայանալ որպես ժողովրդին ներկայացնող առանձին մարմին։ Այդ տեսանկյունից Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչություն ձևակերպումն իսկ խնդիր է։ Արցախի ներկայացուցչական շենքի արկայությունը Հայաստանում ճիշտն ասած չեմ ընդունում, ինչու չեմ ընդունում, որովհետև եթե մարդկանց որևէ խումբ ցանկանում է շենք ունենալ, նա պետք է սպասարկի այդ շենքը, իսկ մենք գիտենք, որ երկար տարիներ այդ շենքի բոլոր սպասարկման գույքահարկից սկսած մինչև մնացած բոլոր ծախսերը հոգացել է Հայաստանի Հանրապետությունը։ Այսօր փաստացի չկա այն միավորը, որի համար անհրաժեշտ է նման գործողություն իրականացնել եւ ուղղակի հարկատուների փողերով չպետք է շարունակվի սպասարկվել այդ շենքը, իսկ եթե կան մարդիկ, օրինակ նույն Շահրամանյանը կամ այլ մեծահարուստներ Արցախից Հայաստան տեղափոխված, օրինակ Ռոբերտ Քոչարյանը կամ մյուսները, ովքեր ցանկանում են ունենալ այդ շենքը եւ այդ շենքը օգտագործել ինչ-որ նպատակով օրենքներին չհակասող, ապա նրանք կարող են ուղղակի գնել այդ շենքը։ Երբ այդ ներկայացուցչական շենքը օգտագործվեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված մեր քաղաքացիների, քույրերի եւ եղբայրների սոցիալական հարցերը բարձրաձայնելու համար, երբ օգտագործվեր այդ բազմահազար մարդկանց խնդիրները անընդմեջ քննարկելու եւ լուծումներ ստանալու համար, ես կասեի այո, բայց երբ քաղաքական նկատառումներով եւ քաղաքական շահերի համար են մարդիկ այդ շենքը օգտագործում, պետք է ինչ-որ չափ զսպվի այդ ամեն ինչը, որտեղ իրապես պետության մեջ պետություն չեք կարող ստեղծել։ Բանախոսներն անդրադառնում են նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքում քրեական վարույթի շրջանակներում քննչական կոմիտեի իրականացրած խոզարկություններին։ Պատգամավորը հակադարձում է պնդումներին, թե դրանք կապված են քաղաքական օրակարգի հետ։ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած իրավական գործընթաց, ցանկացած հանցագործություն քաղաքական աստառ է ստանում, այնպիսի տպավորություն է, որ մարդիկ ուղղակի ուզում են ընդդիմադիր լինել, որ իրենց հանցագործությունները կոծկեն։ Մենք գիտենք, որ դեռևս 23 թվականին, երբ տեղի ունեցավ բռնի տեղահանումը եւ Հայաստանի Հանրապետությունը սկսեց ֆինանսավորման գործընթացը կարգավորել, հասկանալ այդ պետական պարտքը պետք է վերցնեինք մեր վրա, բանկերից, Հայաստանի Հանրապետության բանկերից վերցրած պարտքերը, որը որ Լեռնային Ղարաբաղի պետությունն էր վերցրել, մենք պետք է վերցնեինք մեր վրա եւ մենք այո վերցրեցինք ազգային ժողովում անգամ օրենք ընդունեցինք այդ մասով վարկերը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, ոչ միայն ժողովրդի բիզնեսների վարկեր էլ եւ հիմա այդ ամեն ինչը մանրամասն պետք է քննության ենթարկվի, հասկանանք այդ ոնց այդքան գումար ծախսվել։ Ռոբերտ Ղևոնդյանն էլ կարծում է, որ ադրբեջանական կողմը նման հայտարարություններից հետո փորձելու է ազդեցություն ունենալ Հայաստանի ներքին գործընթացներում։ Դրա հետևանքն է գուցե ադրբեջանական մամուլում արված հրապարակումը, ըստ որի Շահրամանյանը Բաքվից հնարավորություն է խնդրել հասնել Հայաստան, չձերբակալվել դրա դիմաց Ադրբեջանին տրամադրել որոշ տվյալներ, մինչև այդ էլ կազմակերպել հայկական դիրքերի զինադափումը։ Հաշվի առնելով, որ Մինվալը շատ դեպքերում ներկայացնում է իշխանությունների տեսակետները, հավանաբար Ադրբեջանում որոշել են որոշակի ազդեցություն ունենալ այս պահին Հայաստանի ներքին գործընթացների նկատմամբ եւ կամ բացել են այն թաքուն
տեղեկությունները, որոնք նախկինում կար կամ այդպես հալած յուղի տեղ չընդունենք, կամ որոշ հարցերում մի փոքր ստել են կամ կեղծել են, հստակ չենք կարող իմանալ իհարկե։ Կան մանրամասներ, որոնք հստակ կերպով ցույց են տալիս նաև ոչ միայն օրենքի տեսակետից, այլև բարոյական խնդիրներ։ Օրինակ կա որոշ տեղեկություն, թե Ռուբեն Վարդանյանի դուրս գալու ճանապարհի մասին տեղեկությունը Շահրամանյանն է տրամադրել ադրբեջանական կողմին, առանձին այլ բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ, թաքնվելու տեղի վերաբերյալ տեղեկությունները տրամադրել, ինչի դիմաց հնարավորություն է ստացել լքել Արցախը։ Նշենք, ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հերքել է Լեռնային Ղարաբաղի նախկին падգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Իսկ հայաստանյան քաղաքական դաշտի ներկայացուցիչները հորդորում են զերծ մնալ Հայաստանը վտանգող հայտարարություններից ու քայլերից։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։